Մարմարիկ գյուղի երկուամյա բնակչին, աշխատանքների մասին ինչ կարող եք ասել, այս պահին ինչ աշխատանքներ է իրականացվում, քանի փրկարար է ներգրավված։ Մենք ուրեմն վաղ առավոտից ժամը 7-ից սկսել ենք որոնողական աշխատանքները, ներգրաված են ներկապային շուրջ 100 փրկարար ծառայողներ, որոնք ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում ներկապային իրականացում են որոնողական աշխատանքներ, ներգրաված են ջրասուզակներ, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական ջոկատից մոտորանավակներ, մենք աղբյուրակի ջրամբարում հիմնականում մեծ ուժեր ենք ներգրավել, քանի որ այսօր արդեն 12-րդ օրն է, հավանական հնարավոր է, որ արդեն ինքը աղբյուրակի ջրամբարում մենք կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել, բայց մենք նաև բնակավայրում ինչքան շենք շինություններ, հարակից տարածքներ կան, նաև մեր փրկարարները ներկապային ինտենսիվ ձևով այնտեղ են իրականացնում այդ որոնողական աշխատանքները։ Դուք նշեցիք 100 հոգի է, հա, Այո, ներկապային վաղ առավոտից 100 փրկարար ծառայող ընդհանուր գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում եւ հարակից տարածքներում իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Գետի ամբողջ տուն, հա, երկայնքով, այո, ամբողջ երկայնքով։ Իսկ այս օրերին տեղացած է հորդառատ անձրևները որքանով են դժվարացնում փրկարարների անկած լինի։ Բայց բոլոր սպանության հոդվածով է, չէ՞, հարուցված, բայց քրական գործը։ Իշխանով տեղյակ եմ, այո։ Դե բոլոր վարկածները հաշվի առնելով մեր գործընկերները բոլոր վարկածները ստուգում են։ Հա։ Իսկ անտառում, քանի որ նշել էին, որ բոլոր վարկածները, որոնք օրակարգում կա ուսումնասիրվում են, անտառում որոնողական աշխատանքներ իրականացվում են, քանի որ անտառն էլ իրենց տանը շատ մոտ է հատված։ Իհարկե իրականացվում է, մենք առաջին իսկ օրվանից, ինչպես գիտեք, որոնողական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար կիրառել ենք անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև մեր փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել թե տրանսպորտային միջոցներով, թե ոտքով, ամեն մի բնակավայրին մոտ ամեն մի շենք շինություն, ինչպես նաև անտառը, ինչպես որ նշեցիք, բոլոր տեղերը մենք այդ որոնողական աշխատանքները շարունակում ենք ու ներկապային էլ շարունակում ենք։ Չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև մենք ինչ-որ մի հետ, ինչ-որ մի արդյունքի հասնենք, մինչև չգտնենք, մենք որոնողական աշխատանքները շարունակել ենք։ Քանի որ ներկապային մենք ոչ մի հետք չունենք, իր հագուստից, ինչպես տեղյակ եք, մենք մայիսի 4-ից մենք հարազատների հետ որ զրուցել ենք, երեխան Տիգրանը մեր երկուամյա եղել է կապույտ գույնի հագուստով, ջինսանման եւ կարիճնիվի բոթասներով, մենք ինչ իր որ հայտնաբերում ենք ջրի մեջ կամ ցամաքում, անմիջապես հարազատների հետ կապի մեջ ենք լինում, որ հասկանանք իրենցն է թե չէ, քանի որ ոչ մի հետք չունենք, անընդհատ շարունակվելու է այդ որոնողական աշխատանքը։ Պարոն Սեդրակյան, իսկ երեխայի հետ ասոցացվող որևէ իր առարկա գտնվել է թե ոչ։ Ոչ, ներկապային ոչ մի իր չի գտնվել։ Իսկ ներողություն, գյուղի տարածքում, տան մոտ կամ թեկուզ մայրուղու հատվածում տեսանկարահանող, տեսախցիկ սարքեր կան, դուք որևէ տվյալ կարողացել եք ուսումնասիրել, քանի որ վարկածները տարբեր են, դուք մինչև երեխային առևանգելու մասով։ Առաջի իսկ օրվանից մենք որ եկել ենք դեպքի վայր, հենց առաջի իսկ օրվանից հետաքրքրվել ենք տեսախցիկներով, միայն գյուղի դիմաց կամուրջի մոտ խանութին ունեցել է տեսախցիկ, որը մենք ուսումնասիրել ենք, ինքը նկարահանում է միայն իր դիմացի ճանապարհը, գլխավոր ճանապարհն է նկարահանում, դեպի այդ երկրորդային ճանապարհներն ու գետի կողմը ոչ մի նկարանում չի իրականացվել։ Իսկ ընդհանուր եւ վարչական ղեկավարի հետ եւ ոստիկանության մեր աշխատակիցների հետ ընդհանուր ուսումնասիրել ենք, ոչ մի տեսախցիկ բնակավայրում չի եղել։ Պարոն Սեդրակյան, ինչ է հուշում այն առհասարակայից գետը իր հունը, որքանով է ինքը բարդ, հա, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար եւ նաեւ ասում են, որ ինքը միանում է Հրազդան գետին, նաեւ այդ հատվածը ուսումնասիրվելու է։
Իհարկե ուսումնասիրվելու է, այդ առաջի օրը մենք որ կանչը ստացել ենք մայիսի 4-ին ժամը 11:45-ի սահմաններում, անմիջապես մեր աշխատակիցները եկել են դեպքի վայր, այդ օրը գետը ավելի վարար էր եւ հնարավոր է որ մեր ինչքան հավանական տեղեր կա որտեղ որ գետը հանդարտ է 5 տեղ մենք ցանցեր ենք դրել որպեսզի խոչընդոտ հանդիսանա որ ինչ որ մի բան կարողանանք գտնել բայց ինչպես տեսել եք դուք եք եղել աղբյուրակի ջրամբարում ամենահավանական տարբերակը որ գետը լցվում է աղբյուրակի ջրամբար եւ հանդարտվում է ամենահավանական տարբերակը աղբյուրակի ջրամբարն է հիմա այնտեղ ինտենսիվ ձևով այդ աշխատանքները շարունակվում են եւ այդ վիդեո նկարահանումները նաեւ աղբյուրակի ջրամբարի մեջ է իրականացվում։ Պարոն Սեդրակյան, իսկ այլ վարկածների շրջանակներում փրկարարները բացի գետում որոնում իրականացնելիս, այլ ոչ տարածքներում են աշխատում։ Բոլոր հարակից շենք շինություններում բոլոր տան մոտ եղած ինչ շենք շինություններ կա մեր փրկարարները այդ շենք շինությունները ուսումնասիրել են եւ հարակից բնակավայրի շենք շինություններն են ուսումնասիրել իսկ վարկածները մնացած բոլոր վարկածները մեր գործընկերները ոստիկանության ծառայողները այդ վարկածները ուսումնասիրում են եւ ստուգում են տեսնենք ինչքանով է ինչքանով է իրականությանը համապատասխանում Այնուհանդերձ 12 օրը բավարար ժամանակ չէր, եթե գետում լիներ գտնելու տեսանկյունից, արդյոք սա չի նշանակում, որ այդ վարկածը կասկածելի է։ Քանի որ մենք դեպքեր ենք ունեցել, որ եղել են տարբեր 30-40 օր հետո մենք կարողացել ենք ինչ-որ արդյունքի հասնել, այդ իսկ պատճառով չենք կարող միանշանակ շեշտը դնել, որ 12-րդ օրը եթե չենք գտել, ուրեմն միանշանակ գետում չէ, որտեղ մենք շատ դեպքեր ենք ունեցել, որ շատ երկար ժամանակ է տևել, մինչև արդյունքի ենք հասել, ինչպես տեսնում եք, գետն շատ վարար է, ինքը ու շատ խոչընդոտներ կա գետի մեջ, եւ ծառեր, եւ բետոնյա կոնստրուկցիաներ, շատ հավանական տարբերակներ կա, որ ինքը կարող է այդ խոչընդոտներին, այդ խոռոչներում լինել, այդ իսկ պատճառով միանշանակ չենք կարող ասել, որ այս 12 օրը բավարար է, որ մենք ասենք, որ ինքը գետում չէ։